Ինչպե՞ս եք։ Ողջունում եմ բոլորիդ իմ վլոգի շրջանակներում, երեխեք ջան, այսօր ամսի 6-ն է, կարելի ասել վերջին օրը, երբ դպրոցները դեռ չեն սկսել, իհարկե առաջի դասարանցիներին չի վերաբերում, Դավի խմբակ, Արտաշեսի դասերը, իմ ժեստի դասերը, խորեն այսօրվանից արդեն վերսկսել է պարապմունքները, կարելի ասել տոներն ավարտվեցին։ Ուզենք դա, թե չուզենք, ինչպես կադապտացվենք, մենք ենք որոշում։ Ես որոշել եմ ադապտացվել շատ պոզիտիվ նաստրոյով։ Այսօր իմ առաջին կշռման օրն էր։ Որոշեցի, որ հենց այսօրվանից էլ կսկսեմ հետ իջնել, հա, շատ բարձացա արդեն, կշռվեցի, քաշս բավականին բարձրացել է, ինստագրամում, տիկտոքում այդպես չելենջ եմ արել, որ աղջիկներին էլ ոգևոր եմ նիհարել, այդպես ամեն օր կշռվելու եմ, տենց տեսնեն արդյունքները, եթե ինստագրամ կամ տիկտոք ունեք, այնտեղ կարող եք միանալ ինձ, որ դուք էլ ոգեշնչվեք, Աննա Մուրադի կոչվում են էջերը, այսօրվա կշռվելու արդյունքում պարզվեց, որ քաշս 82 կիլոգրամ 400 գրամ է, որպեսզի դուք հասկանաք, դիետը սեպտեմբերին իմ քաշը 71 կիլոգրամ էր եւ իհարկե տխուր է տեսնել նման պատկեր, բայց ես չափազանց կոփված եմ, որպեսզի դա ինձ տխրեցնի, տարիներ շարունակ այդ վայրի վերումներն ապրող մարդը, կակ մինիմում կոմպիցայներ, կակ մինիմում արդեն պիտի իմունիտետ ունենա, երեխեք ջան։ Եվ ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր ունեն սննդային վարքի խանգարում, ովքեր ունեն էմոցիոնальное переедание и так далее, դա կհասկանանա, ով ապրում է դա կողքից, դատելը մի քիչ դժվար է, եթե դու այդ կոշիկները չես հագել ու այդ ճանապարհը չես անցել, բայց ես որոշել եմ, որ ոչ միայն քաշը նվազեցնեմ, այլև այդ արմատական խնդիրը, հոգեբանական խնդիրը հաղթահարեմ, որպեսզի այդ սննդի հետ հարաբերությունները կարգավորվեն, որ ոչ թե այնպես լինի իմ կյանքում, որ կամ սենց ամեն ինչից զրկված ես, կամ ասես քեզ բաց ես թողում ու արդեն չափն անցնում ես, այլ ամեն ինչ լինի օրինաչափ եւ ամեն ինչ լինի ներդաշնակ։ Առաջ Աստված ես հուսամ, որ դա ինձ մոտ կստացվի։ Ես ամեն դեպքում քայլեր կանեմ այդ ուղղությամբ։ Իսկ հիմա ես նստել եմ քննությունների համար պարապելու, որովհետև ժամանակը շատ սուղ է երեխեք ջան, ես կասեի ժամանակ չունեմ, որովհետև 3 քննություն ունեմ, 3-ն էլ իրար հետևից, ու մեկը մեկից բարդ, հատկապես 2 հատը շատ պրոբլեմատիկ է իմ աչքերում, հատկապես հոգեախտաբանության քննությունը, որովհետև ինքը ամբողջությամբ տերմիններ է բժշկական, հոգեբուժական, հա, ինքը շատ դժվար է, շատ ու այդ ամեն ինչ անելու համար պիտի ժամանակ հատկացնես։ Ինչն էլ ես հիմա կանեմ, պիրիգլուչիայու իմ ուշադրությունը, այդ համովություններ, քաղցրավենիք ի տակ տալից դեպի ուսում։ Ինքս ինձ այդպես ծրագիր եմ տվել, այն պահին, երբ որ կուզենաս ինչ-որ բան ուտել, դրա փոխարեն կնստես ու կպարապես։ Կուտես գիրք, այսպես ասած, կսնվես գրքով։ Всё, ձեզ մաղթում եմ բարի դիտում, ես էլ հենց նոր եմ լողացել, մազերս թողել եմ իրեն չորանան, ոնց որ կչորանան, ինձ կարգի բերեցի մի քիչ խնամք եւ այլն, մանիկով պիցի ջուրա մնում, էդ էլ իրիկունը կանեմ, երեխեքին քնացնելուց հետո, հիմա ավելի շատ ուզում եմ, քանի ուղեղս թարմա զբաղվել իմ ուսման հարցերով, մի խոսքով երեխեք ջան։ Այսօր զգացիք չէ, երեք ընդհանրապես մի դրվագ եմ նկարել վլոգի համար, ու էլ բան չեմ նկարել, այդ քննություններով էի տարված։ Այսօր Արտաշեսս արդեն դասի է, Խորենը Դավին տանում էր նկարչության խմբակ, բայց մտքովս անցավ, ասեցի մի հատ գրեմ։ Գրեցի, ասում եմ, այսօր խմբակը ուժի մեջ է, չէ՞, որտեղ այնտեղ ստորի էին արել, որ ամսի 7-ից ասում եմ, всё ճիշտ եմ։ Այդտեղ գրեցին, որ վայ կներեք, մոռացել էինք ձեզ ասել, բայց ընկես իման երկրում չի լինելու, կարծեմ տենց էր գրված։ Այդտեղ ասեցի, ուպս, արդեն դուրս էին եկել Խորենն ու Արտաշեսը, Դավը, որտեղ մի քիչ նամակին, տես մի 5 րոպե տարբերությամբ պատասխան եկավ, արդեն դուրս էին եկել իրենք։ Բայց դե, քանի որ արդեն դուրս էին եկել, ես ասեցի խորխանութ գնացեք, գոնե մի երկու բան եմ ուզել, քանի որ տանը զապաս գարող մարող կա, ասեցի միս բերի եւ էլի մի երկու բան, տենց սալատիկ սարքեմ, ստալիչնի նման, բայց ոչ ամբողջական ստալիչնի, էլի։ Այդպես կշռվեցի այսօր, դրական պրոգրես կա, ճիշտ է երեկվա օրը շատ դժվար է անցել մառայնի, որովհետև առաջին օրը միշտ դժվար է,
լարվածություն կա, ասենց ուզում ես թողես ամեն ինչ գրողի ծոց ուղարկես հանգիստ ապրես եւ այլն, բայց ես փորձեցի դա անել, այո։ Այսօր 80 կիլոյի կշռում 900 գրամ։ Մի խոսքով պետքա շարունակել երեխեք ջան։ Այն որ ասում եմ դիվացը տնյեք ու դա համար հիմա այստեղ մի քիչ մաքրտեմ, քանի տանը չեն ու նստեմ իմ այսպես ասած նախաճաշ անեմ, թեև արդեն ժամը 12-ն է, բայց ես նոր նախաճաշում եմ։ Այս վերջերս տենց եմ որոշել, որ շատ վաղ առավոտյան չեմ ուտելու, որովհետև որ առավոտը ուտում ես, հետո ամբողջ օրը առաջ տա, մի տեսակ ուտելու բան էլ չունես քո գրաֆիկից ելնելով, մի տեսակ ավելի անտրամադիր է օրը անցնում, քան որ գիտես, որ առջևում կա դեռ 3, բայց մի անգամ եմ սնվել։ 3 ուշ արթնացա, մի հատ 4-ին եմ կերել, 6-ի կոմե մի հատ սուրճ եմ մեր մի հատ շոկոլադկայով, գիշերը, չէ, դա հենց հետո մի հատ խնձոր եմ կերել, ու հետո մի հատ կարալյոկի չին, մի այսպես պուճուրիկ բուրջ հարաս, այդ է եղել իմ օրվա գրաֆիկա երեկվա։ Մի քիչ դադար եմ տվել, հես նյութերի հետ կապված ասեցի մի հատ սուրճ խմեմ, անցնեմ առաջ։ Այսօր մենք որոշեցինք հավաքել յոլոչկա, բոլոչկա, մոլոչկան, որովհետև սուրճ ծնունդից հետո արդեն լրիվ կորում ա շունչը, հետևաբար էլ այդ կրակը հեքիաթը ոնց որ չլինի։ Մտածեցինք տունը կարգի բերենք, եմ որ ասում եմ, порядок в доме, порядок в голове, հիմա էտա։ Ի խոսքով, խորենն ու երեխեքն են դրանով զբաղված, ես ավելի շատ տարված եմ ես իմ համասարանական զրտիկ-պրտիկ տանջանքներով, այսպես ասած, բայց դադարներ մեկ-մեկ տալիս եմ, որ գլուխս չուռի։ Ակտիվ, ինչպես տեսնում եք, զբաղվելով եկել հասելա խոհանոց, մի քիչ դադար տվեցի, վարակույրները հանեց, գցեցի լվալու սփրոց-մփրոցի հետ, ու գիտեք, ստեղ ձմեռային վարակույրներ կային, նավագոյտնի սենց ասած, դժվար են պոկվում կլեյները։ Չէ, այդքան դժվար չէ։ Այդ սկիզբը գտնելն է, չէ, դժվար։ Հա։ Այդ հաճելի պահը ասմր։ Տալան, տկլորացավ մեր խեղճը։ Ստիշին կանե, գոնե կարելի էր թողել շոտկի, ձմեռա։ Դե արդեն պոկեց, ուզում ես թողեմ ես քանը։ Չէ, իմ պերֆեկցիոնիստական հոգին կտրակի, եթե այդպես 3 հատիկ մնա։ Բարձվում է միայն զարդարելը չի շատ աշխատել։ Իրականում այո, միշտ չի որ քանդելը հեշտ է։ Հավաքելն էլ է աշխատատար։ Բա Ոյ, երեխեք ջան, մսի ջուրը փոխեցի, թափեցի, նորից եմ դրել, փոխեցի, նավնից մանր կտրատեմ, որ շուտ էփի։ Գարոխ ունենք, խորջան, գազար, կարտոֆիլ կխաշեմ, ու մեկ էլ բան կլցնեմ հետը, դուք ասեք, զեյթուն, որովհետև երեք մենք ունենք 20 հատ հավկիտ։ Այն արզնի հավկիտներից էր խորենը առել, այն որ մի քիչ ավելի թանկ էր լինում, այդ սենց տուփը ուրիշ ձևի է մի քիչ։ Որը ջարդում եմ, մեջը արյան կետեր, սենց բխտա արյուններ, բայց սիրտս խառնում է, կարծեմ էլի իրանցն էր հենց տենց արյունոտ։ Դե իհարկե գրեցին, որ դա վտանգավոր չի եւ այլն, բայց միայն վտանգը չի, ես այնպիսի մարդ եմ, որ եթե մեջը տենց բաներ տեսնեմ, ու սենց մի կետիկ չի, պրյամ սենց տարբեր արյուններ։ Յոխ, սիրտս էլի խառն է։ Դրա համար այս աղցանի մեջ ձու չեմ գցելու, ու դե ես սենց զզվեցի։ Չի կարայինք նորը առնեինք, բայց չի ուզում, չի ժպտում։ Հանի։ Ադնագլազի պիրացնի։ Հա, կադրում նենց հա թրթռում է 70, իսկ իրականում ասել եմ ձեզ չի թրթռում։ Ահա կանգնեց, ստոպ տվեց։ Բայց հա։ Բաց Ահա եւ մեր կարտոֆիլն ու գազարը, երեխեք ջան, լվացի, հիմա իրենց մանր կկտրատեմ, որ այդպես ավելի արագ խաշվի, այսօր ուզում եմ նաեւ բրինձով, սխտորով, գազարով փլավ սարքեմ, որպես հիմնական ուտեստ, աղցանը կողքից լինի։ Դրա համար սրանից հետո կանցնեմ դրան ուղղակի, քանի որ մեր գազը փոքր է, իրա վրա մի անգամից չի լինում մի քանի բան պատրաստել, այստեղ դատարկել եմ, այս վազայից երկու փոքրիկ այս ամանների մեջ, որ այս վազամազանները տեղավորենք, այսպես ինչ որ վիճակ է ստացվել ավելի կենցաղային,
Բայց դե որ ուզում ենք ամեն ինչ հավաքենք էլի ամանորի հետ կապված, անցնենք մեր առօրյա կյանքին։ Տոներից հետո այդ հետտոնական դեպրեսիան որպեսզի շուտ անցնի, շատ ավելի նպատակահարմար է արագ հավաքել այդ զարդարանք մարդարանքը ու անցնել առօրյա կյանքի, որտեղ որ զարդարանքները կա, բայց նոր տարվա շունչը չկա, գիտակցումը չկա եւ այլն, այդ ավելի տխուր է, քան որ միանգամից անցնում ես քո կյանքին։ Մի հատ իմ տանջված տեսքը նայեք էլ երեխեք, բայց չդատապարտեք, որովհետեւ այն կարգի, այն ծավալի ինֆորմացիա եմ ես հիմա սովորում, օրական, որ ուղղակի աչքերից մեծ ցավ մազանոթներ են տրաքել, գլխացավից մեռնում եմ, ոչ բան անելու ցանկություն, ասում դերը չունեմ, այն իմ սղոստանակները սա ասուտանոյկայի մեջ, ասրանով ես չեմ կարողանում նորմալ հնտղես։ Գալոդնի, հեսա մաման մի հատ արակ ես աղցանը, որով մորովանի, որ հացուտեք։ Խորս, վեցիներ քո դասը։ Հա, դեպա ակտիվ գործունեությունների մեջ ենք, պարզավոր կհոգնես։ Այդ յոգան սարտիրովկա անել, լույսեր հանել, վարակույր հանել, իտակդալի, այսերում ինձ օգնում է խորենը։ Հատկապես որ քննություններով եմ տարված, ցավոք չեմ հասցնում ամեն ինչ տան հետ կապված հասցնել էլի, բայց մա բոլոր երնեկները մի տեղում չեն լինում, բայց դանակը անհնար է, որ սղոց դանակ չունեմ։ Այսքան տարի ոնց ենք ապրել, 10 տարի, 11, իրար օգնելով, այդ աշիշ տես Կա, ինչ լավ է, սրանով ես չեմ կարողանում, ապրես խորս։ Знали, кто-то крикнул, повторите, но скрипач уже играть не мог. Լրիմի մասին այդ երկը, պատ եմ արդեն։ Ոյ, ամեն ինչ իրա տարիք ունի, իրականում կա այդ խոսքի մեջ ճշմարտություն։ Այս տարիքում ու այս ստատուսով նորից սովորել եմ, և դու արդեն մամա ես, ընտանիք ունես, գործեր ունես, աշխատ, շատ դժվար է, շատ։ Հետո արդեն ֆիզիկապես էլ չեմ ուզում ծերունու պես խոսել, հա, կամ պարաբի պես խոսել, բայց իրականում անգամ ֆիզիկապես դու նույնը չես ինչ-որ 18-ում կլինեիր, ավելի շուտ ես հոգնում, գլուխդ ավելի շուտ ցավում, հազար մի բան, ավելի նյուրստոյչիվ ես, հոգեպես, չգիտեմ, կոնկրետ իմ մոտ ես զգում եմ էդ, որ տարիքն իրեն դանում է, բայց դե, mən որ ասում ուսումը հեշտ չի լինում, եթե ուզում ես սովորես, պետք է անցնես այս ճանապարհը, ուզես թե չուզես, պետք է բոլոր փորձություններն էլ հաղթահարես։ Շատ վախենալու քննություններ է սպասում, շատ։ Հոգեհաղթաբանության քննությունից ես ուղղակի դողում եմ վախից։ Ու աբսուրդն է, որ ես այսօր առավոտ 10-ից երևի նստած եմ քննական հարցերի վրա 4 տաժամը։ Ու ես դեռ գրել եմ մի հարց, որովհետև այդ մի հարցը իր մեջ պարունակում էր միլիոն պունկտ, ու ես այդ միլիոն պունկտի մասին գրել եմ։ Այդ գրելը հələ մի մասնագործի, դու պետք է այդ սովորես նաև 44 հարց միայն մի առարկայից, 29 թե քանի հարց մյուսից, մի 20 քանի հարց, 20-29 այն մյուս քննությունից, ու ժամանակ չունես։ Ես ամիս ամենաշատը, վերջի, առաջի քննությունս հունվարի 13-ին է, մյուսը 16-ին, ոնց որ մյուսը 19-ին։ Ես ուղղակի վախենում եմ մտածել, անկեղծ, սարսափ եմ ապրում։ Մյուսը չմտածեմ, ես ինչ կարամ կանեմ, ինչ հասնում է։ Գիտեք ինչ, եթե ես են տեսակը լինեի, որ ասեի հալա ինչ դնում են դնեն, այնքան որ, ինձ ավելի հեշտ կներ, բայց ես թասիվով մարդ եմ, ես չեմ կարող գնամ նստեմ, ասեմ լավ դե, թող ինձ հարցեր տա, ես այդ չկարանամ պատասխանեմ, ինքն այդ խղճամ մի գնահատական դնի, ես անցնեմ առաջ, ես դեն չեմ կարող։ Ես պատասխանատվության զգացում ունեմ, չգիտեմ, մեր օրերում այդ լավա թե վատ դժվար է ասել, բայց ես ուրիշ ձև չեմ կարող։ Ու դրա համար էլ այդ բարոյական մասը ինձ շատ է
ձգած պահում էլի, որ վայ ոնց թե ինձ հարց տա, ես չիմանամ, անհարմար է, ես ոնց չգիտեմ, էլի ծույլիկ աշակերտի պես նայեմ դեմքին, ասեմ չգիտեմ, այդ իմ համար շատ ծանր է, ես չեմ սիրում այդ երևույթը, ու դրա պատճառով էլ ավելի շատ եմ պատասխանատվության այդ զգացում ապրում, քան ասենք մյուսները կարող է դա անեն, ու մյուս ասած ուրիշ ուսանողներ էլի։ Вот такие вот пирожки. Ասի դամոյ կամ միացած է, լվացքի մեքենան վերջացրեց, լվացքը պրեցի։ Եկեք սնկանեմ, որ տեսնեք ուր ենք հասել։ Գազարը համարյա պրծնում ենք։ Մեր յոլոչկան ու բոլոր աքսեսուարները մենք պահում ենք խորենի տատիկի այդ կլադովկայում, բայց այս տարի խորեն ուզում եմ մի հատ տեսնի կարող է Սուսիկ հենց այդ բանում ստեյֆում տեղավորվի։ Եթե տեղավորվի, չտանենք հասնենք էլի շրջանային, այդ Սուսիկ հենց տուն։ Խոր, բայց դու տանելու ես դա հիմա տե։ Հա, ոդը լուջ, մեղք ես։ Ես դիարտա ջաջայի ավտո ես տանել։ Հա, բայց արտա ջաջայի մեքենայով կտանես, չէ վերջում։ Հա, զարմացա։ Զայլեկտոզը գրիեկն է։ Ահա եւ մեր աղցանը պատրաստ է, կարելի ասել ամբողջական ստալիչնի է, միայն թե հավկիթի փոխարեն սև զեյթուն եմ կտրատել մեջը, կորիզով էր զեյթունս, բայց կտրատեցի, կորիզը հանեցի։ Ստացվել է շատ համեղ, դեռ մի քիչ տաք է, սպասում եմ սարճի նոր կփորձենք։ Ամեն դեպքում մի մեծ աման այդ թասիկով ստացվեց, էլի։ Հետն էլ հեսա կսարքեմ բրինձը, ու մենք այսօր մինչև վաղը կեսօր հանգիստ ուտելու բան կունենանք։ Խորեն արտեսչեջի հետ գնաց այդ զարդարանքները որպիսի տանի։ Ես էլ այս հարցերով էի զբաղված, բայց նորից պիտի վերադառնամ ուսման process-ին, Արտաշեսս ինքնուրույն դասերն է անում։ Մնաց Մարիանի։ Տավուկանի տուկ-տուկա տալիս ու խափում ասում է, լսում եք դուրնա։ Ռեալնա։ Հա։ Մենք այնքան աշխատանքներ տարանք այս հյուրասենյակը կարգի բերելու համար։ Հա, շատ սիրուն է, աթոռը, բասկաթոռը այն ավելի բալկոնի հատվածից բերեցինք այստեղ, սեղանը քաշեցինք մոտը, որ այստեղ տեղ ազատվի երեխեք խաղան, իհարկե սփռոց կգցեն վրան։ Ավելի կոկիկ է տենց։ Մի քիչ ուղղակի այս կոմա պետք բերել, շատ է կպած երեխեքն են կպցրել։ Հա, էսա դիվանի շորն է կփոխենք, մի խոսքով լիքը բան ենք արել, մնում է փոշեկուլ մոշեկուլը, այս կդնեմ վերև։ Վայ սիգավիկը մնացել է, լավ է, հետո սիրուն է, թողնա ձմեռա, ոչ կպոկենք այդ պատուհանի։ Հիմա ինձ մոտ պարելու ժամ է, որովհետև մաման նիհարում է և ֆիզիկական ակտիվություն է պետք, դա կիրականացնենք պարի տեսքով։ Պատկերացում չունեք, թե ինչպիսի մանիպուլյացիաների գնով է հիմա կադրը այստեղ դրված։ Հիշում եք, որ իմ ապակիի դիմացի այդ պատստավկա կոտրվել է, հետևաբար ես վաննայում մնացել եմ առանց հարմարանքի նկարելու համար։ Բայց բլոգերը բլոգեր չի, եթե չի գտնում ելքեր, քանի որ տրեներովկան այսպես ասած ավարտեցինք, уզում եմ մի հատ դեմքի խնամքով զբաղվել, մինչև դուշ ընդունել եմ, ու փորձարկեմ խորենի այս նվիրածը։ Са увлажняющая маска для лица, разглаживает морщинки, интенсивно увлажняет, устраняет сухость, глубоко питает. Հիմա питает, не питает, մենք կհասկանանք։ Իրանից առաջ մի հատ ուրա եմ կապույտ։ Այն կապույտով կլվացվեմ, սրանով խորը մաքրում կանեմ, իսկ սրանով արդեն սա 15 րոպե է կարծեմ։ Ճիշտ է։ 15-ից 20 րոպե պիտի դեմքիս մնա։ Հերթով, կարգով, շարքով կանենք, հագել եմ նարուչնիկներս, որպիսի չծորա, չթրջվեմ և հանգիստ անեմ իմ պրոցեդուրաները։ Այս մի մասկան 3 լոգանք ընդունելուց արեցի, քանի որ իրան փորձարկել եմ, դուք էլ տեսել եք ունեմ, նենց հա, չեմ ուզում են դրա վրա ժամանակ վատնենք, հատկապես որ շաբաթական 2 անգամ է դա կարելի անել, իսկ ես 3 եմ արել, так что կմնա մյուսը արդեն 1-2 օրից։ Հիմա երեխեք
արագ ես ուզում եմ դες հետ այս խնամքից բրցնել։ Ու ուզում եմ այսօր ձեզ համար վլոգ մոնտաժեմ։ Հետո ինչ որ այս քննաշրջանից լրիվ գցելա իրականությունից գոնե 2-3 օրը մեկ ես ձեզ վլոգ պիտի մատուցեմ։ Ես չեմ թողի որ դուք վլոգի ծարավ մնաք։ Դրա համար ես կփորձեմ դա իրականացնեմ մինչև երեխեքի քնելը, իսկ արդեն որ երեխեքը քնեն կփորձեմ մի քիչ նստեմ պարապեմ։ Ոայ չեք պատկերացնի երեխեք։ Հիմա կարող մտածեք Աննան անընդհատ բողոքում է, բայց դուք չեք պատկերացնի ինչ անմարդկային աբյոմ է իմ վրա դրած։ Դա կաշմար է։ Ամեն անգամ Էսնին գիտակցումն է մոտս հոգի մողո ջան, ես ինչ ծավալ է։ Ես ինչ ահռելի ծավալ է, անիրական, անհնար թվացող, բայց պետք է անել։ Некуда не денешься, Աննա, некуда։ Всё, հիմա չորացնեմ մաշկս, այն մյուսով էլ չեմ լվա, մի անգամից եկեք անենք այսը։ Սա խոնավ մաշկին էր, թե չոր։ Нанести плотным слоем на чистую кожу лица, ну, на сухой, երևի թե էլի, на сухой кожу, արդեն սպիտակեցրեց, արդեն լավ է, հիմա անենք մասկան։ Ինչպես ասում են, ունեմ վրձին, որով կարող եմ քսել, բայց քանի որ ես ծույլ եմ, մենք կքսենք ձեռքով։ Եվ հետո, հա, փակա։ Հետո եթե անկեղծ լինեմ, մեկ-մեկ այդ ֆինտուֆլյուշ կերքով ավելի դժվարանում է գործը, քան եթե պրոստը ձեռքով ես քսում, անկեղծ եմ ասում։ Դրա համար չընկնենք պայմանականությունների ետևից եւ մնում է ինչ ատամով պետք է բացեմ հիմա։ Հին ու բարի ատամը մեզ կփրկի։ Կարող չդարձնենք ատամները։ Եվ սկսում ենք տոլստիմ սլոյմա գրած, մենք շատ տոլստի չենք անի, այսպես, հա, սենց։ Նենց եմ սիրում, սենց նեժնի դիմակներ, որոնք սենց անդուր կոնսիստենցիա չունեն, որ 90 ժամ հետո չես կամ դեմքիցդ մաքրես։ Այլ այսպիսի սենց հանդարտ գույն, հանդարտ ձև, հավեսա, ու շատ անուշաբուրում, դու գիտեք, որ չնայած նա որ գիտակցում եմ, որ անուշաբուրությունը այդ քիմիական սաստավի մասին է խոսում, բայց ես շատ եմ սիրում, որ պրոդուկտը հաճելի բույր է ունենում։ Իմ համար այդ խնամքի վայելքը կայանում է երևի թե առաջին հերթին այդ անուշ բույրերի թերապիայի մեջ, հա, ես հաճույք եմ ստանում, երբ որ անուշ բույր է գալիս այն պրոդուկտներից, որոնցով ես խնամում եմ ինձ։ Всё, այս շերտը բավական է, կադրում ավելի թափանցիկ եք տեսնում, ինքը сглаживает чуть-чуть։ Իրականում ավելի սենց սպիտակ է լրիվ, այսինքն ավելի պլոտներ է սլոյը։ Եվ այս հատվածները եւս կգցենք։ 15-20 րոպե անց կմաքրեմ, կասեմ արդյունքը ձեզ ու կամփոփենք մեր վլոգը։ Ես գնացի, լվացվեցի, պատկերացրեք, շատ փափկել եմ մաշկս, գոհ եմ արդյունքներից եւ ուզում եմ ձեզ հետ միասին մեզ նոր տինտը բացել։ Սրա տոլիբալ, տոլի սթրոբերի տարբերակ ունեմ, բայց մի քիչ կարմրացնում է շուրթերս։ Ասեցի մի հատ լես է փորձեմ օգտագործեմ, կարող է սա ավելի նյուդի երանգ լինի, ինչը ինձ ավելի դուրեկան է։ Հիմա տեսնենք։ Ոյ, լավ չբացեցի։ Այս անտեր լինիաները կա, բայց լավ չի աշխատում երբ։ Տենց չգիտեմ որ նկարում ես։ Տենց չգիտեի որ նկարում եմ, դե մի հատ մի տենց կպի որ հələ տեսնենք։ Давай քսի։ Մամիչ, կունիչը գայսա։ Ինքը թափանցիկոտ է։ Ակամ յատեքես։ Ինչ արժի։ Բամիկը։ Չէ, ինքը շատ sense նուրբ երանգ ունի։ Ահոքած։ Շատ անուշ բույր ունի։ Ոչը գայսա։ Չէ, գալիս է, ուղղակի քսած ավելի զգացվում, քան քաշելով։ Շատ անուշ բույր ունի ու էֆեկտը ավելի դուրս եկավ, քան այն կարմիրինը։ Հա։ Դավ։ Ինչ կասես մեր հետևորդներին բակա ասենք։ Հələ կանգնի։ Պակա։ Ասա կհանդիպենք հաջորդ վլոգում։ Չէ։ Չէ։ Չոսե։ Բայց չոսե։ Ուղղակի ասենք բակա։ Չէ։ Պակա տալոյի բլոգ։ Пока второй блок. Да. Все, пока второй блок, а хանդիպենք третьим. Հա։